Իրանի արտաքին գործերի փոխնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների նոր օր դեռևս չի նշանակվել։ Սաիդ Խաթիբզադեի խոսքով նախ կողմերի միջև պետք է շրջանակային համաձայնություն ձեռք բերվի։ Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնյայի, դիվանագիտական ջանքերում զգալի առաջընթաց է գրանցվել։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ առաջիկա օրերին Իսլամաբադում Իրանի հետ նոր հանդիպում է սպասվում։ Խաթիբզադեն նաև անդրադարձել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակմանը։ Նրա խոսքով ամերիկյան կողմն է խաթարել համաձայնությունը, հայտարարելով, որ նեղուցը բաց է բոլորի համար բացի Իրանից։ Ավելի վաղ Թեհրանից հայտնել էին, որ Հորմուզի նեղուցը լիովին բաց կլինի ԱՄՆ-ի հետ հրադադարի մնացած ժամանակահատվածում։ Դոնալդ Թրամփն էլ նշել էր, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կպահպանվի մինչև պատերազմի ավարտի շուրջ գործարք չկնքվի։ Այդ հայտարարություններից հետո Իրանի զինված ուժերը կրկին խիստ հսկողություն են հաստատել նեղուցի նկատմամբ։ Ըստ Իրանի ազգային անվտանգության խորհրդի, երկիրը վճռականորեն կվերահսկի Հորմուզը մինչև պատերազմի ավարտը եւ տարածաշրջանում տևական խաղաղության հաստատումը։ Իրանը կհավաքի նեղուցով անցնող նավերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, տարանցման վկայականներ կտրամադրի եւ համապատասխան սպասարկման վճար կգանձի։ Թրամփն էլ նշել է, որ Իրանին թույլ չի տա շանտաժի ենթարկել Միացյալ Նահանգներին։ Նա հավելել է, Իրանի հետ լավ շփումներ են տեղի ունենում։ Միաժամանակ տեղեկություններ են հաղորդվել, որ Հորմուզի նեղուցով անցնել փորձող առնվազն 2 նավ հարվածի տակ է հայտնվել։ Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում ավիահարվածներ եւ ցամաքային հարվածներ հասցնելու մասին։ Ըստ Ցահալի, զինյալները խախտել են հրադադարի պայմանները, չափազանց մոտենալով իսրայելական զորքերի տեղակայման վայրերին։ Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ Իսրայելի եւ Լիբանանի միջև ձեռք բերված 10-օրյա հրադադարի համաձայնագրով Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու հնարավոր հարվածներից։ Բացի այդ, Լիբանանի հարավում ֆրանսիացի 1 խաղաղապահ է զոհվել, եւս 3-ը վիրավորվել։ Նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով ամեն բան վկայում է այն մասին, որ ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության վրա հարձակումն իրականացրել է Հզբոլահ շարժումը։ Ֆրանսիան Լիբանանի իշխանություններից պահանջում է ձերբակալել պատասխանատուներին։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Անկարան ողջունել է քայլերը, որոնք ձեռնարկվում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։ Ռեջեփ Էրդողանն Իլհամ Ալիևին հայտնել է, որ Թուրքիան կշարունակի աջակցել այդ գործընթացին։ Նախագահները քննարկել են նաեւ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Անտալիայում Թուրքիայի նախագահի հետ հանդիպել են նաեւ Վրաստանի վարչապետը։ Իրակլի Կոբախիձեն եւ Ռեջեփ Էրդողանը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները եւ միջազգային օրակարգի հարցեր։ Էրդողանն ընդգծել է, Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելուն ուղղված ջանքերը շարունակվում են։ Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, որ Բաքու-Թբիլիսի կարս երկաթգծի լիարժեք գործարկումը կնպաստի միջին միջանցքի արդյունավետությանը։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Անտալիայում իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ քննարկել է իրավիճակը Պարսից ծոցում եւ Մերձավոր Արևելքում։ Կողմերը հաստատել են իրենց ձգտումը շարունակել փոխգործակցությունը ճգնաժամային իրավիճակների կարգավորման արդյունավետ որոշումներ մշակելու ուղղությամբ։ Քննարկվել են նաեւ առևտրատնտեսական եւ էներգետիկ ոլորտներում գործակցության հարցերը։ Ֆորումի շրջանակում իր ելույթում Լավրովը նաեւ անդրադարձել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններին։ Նրա խոսքով ներկայիս ամերիկյան վարչակազմի հետ բազմաթիվ տարաձայնություններ կան կապված պատժամիջոցների չեղարկման եւ դիվանագիտական սեփականության վերադարձի հետ։ Լավրովը նաեւ նշել է, որ ժամանակն է քննարկելու, թե ինչպիսին է ամերիկյան կողմը տեսնում Մոսկվայի հետ տնտեսական հարաբերությունների ապագան։ Նա նաեւ հայտարարել է, ՆԱՏՕ-ն լավագույն վիճակում չէ, սակայն Ռուսաստանը չի միջամտում դաշինքի ներքին գործերին։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։